Ընտրեք ձեր ոճը ավելի քան 1200 տեսակի նորաձև եւ գերլվացվող եվրոպական պաստառների հավաքածուից։ Ձեռք բերեք նշված տեսականին սկսած 799 դրամից։ Մանրամասները easier-system.am։ Առաջինի եթերը շարունակում ենք տեսակապով, մեր հյուրն է միջազգային հարաբերությունների փորձագետ հրապարակախոս Տիգրան Գաբոյանը։ Բարև ձեզ, պարոն Գաբոյան։ Բարի օր, բարև ձեզ։ Հայտնի է, որ ԱՄՆ-ն հանձնառու է, որպեսզի մեր տարածաշրջանում լինի խաղաղություն, օգոստոսի 8-ին ստորագրված Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջև փաստաթղթերը կարծես թե այդ մասին են, բայց շատ հետաքրքիր է հասկանալ, թե ինչպիսի օրակարգ ունեն խաղաղության այդ кейսի մասով, խաղաղության ուղղությամբ, այսպես կոչված տարածաշրջանային տերությունները, դա Թուրքիան է, Իրանը եւ Ռուսաստանը, արդյոք իրենց առաջնորդների օրակարգում խաղաղությունը եւ տարածաշրջանային կայունությունը զբաղեցնում է առաջնահերթ տեղ։ Խնդրեմ։ Չեն կնարածել առաջնահերթ տեղը զբաղեցնել, որովհետեւ թեր խարխապումներու մեջ հստակ չէ իրենց դիրքորոշումները։ Ամեն մեկ պետություն իր հանգամանքներ ունի, այսինքն Թուրքիայի միշտ Բրիսմագը քուրդական հարցն է, քուրդական հարցը հիմա փոստկլդումներու մեջ է, եթե սկսավ արձարծվել Սուրիո կայքայում վերջ կամ Սուրիո կոնֆեդերացիայի դեպի մողում հարցերն վերջ, Թուրքիա շահագրգռված այդպես մգերևի, որ ամենաշատ շահագրգռված է Թուրքիա, որովհետև իր սահմաններուն չուզեր խլրտումներ, ներքին ազգային անվտանգության խնդիր կստեղծվի իրեն։ Պարսկաստանը, Իրանը ուրիշ մոտեցում ունի հարցերուն, Պարսկաստանը այդքան ալ ինքը իշխանության խնդիր ունի, ռեժիմի խնդիր ունի միշտ Պարսկաստանը ներքին այսպես անչափողական խնդիրներ չունի, ադրբեջական կամ Ադրբեջան գոչված հյուսիսային քիչ չափազանցյալ կամ այսպես երազային խնդիրը չի եղած այդպես, բայց քյուրդերը ավելի իրատեսական է իրենց պետության կառույցը, քանի Սուրիա եւ Իրաքի մեջ արդեն ունին այդպիսի կառուցվածք։ Իրանը այդքան Թուրքիա ավելի շահագրգռված է, իմ ամենս կարծիքովս Իրանն, Իրանը միշտ այդպես իր արտաքին քաղաքականություն անտրգովկասի մեջ շատ խապուսիկ է եւ շատ չափազանցյալ ճագերտված եթե ասենք, այսինքն ոչ տրական, ոչ բացասական է։ Ռուսիան անշուշտ մխրճված է Ուկրաինայո մեջ, Ռուսիա այդպես մգերեւի բարձ ընթերցանությամբ, որ չգիտեր ինչ կուզե։ Բարձ է, որ Ռուսիո համար մեկ ավելի շեշտը տրված է ուժային տարբերակներով հարցերը լուծելու, ինքը ոչ մեկ այլևս փափուկ ուժ չունի, ուժային ասելով, այսինքն ռազմական, ոչ տնտեսական, ոչ մշակութապանական, մշակութային, ոչ ընկերապանական խնդիրներով Ռուսիա այլևս չի գտնար նախկին Սովետ միության երկրների հովանին դագարնել, շահագրգռված է, այո եւ ոչ, բայց ամենաշատ շահագրգռված է, ինչպես որ գերեւի Թուրքիան։ Հարաբերաբար։ Տեսեք, պարոն Գաբոյան, դուք նշում եք, որ Ռուսաստանը այլևս փափուկ ուժ չունի, միայն ռազմական միջոցներով կարող է իրավիճակ փոխել, եւ Ռուսաստանը, դու վստահ եմ, դուք էլ դա գիտեք, ժամանակին բավականին երկար տարիներ Հայաստանի վրա ազդեցություն էր գործադրում, այդ թվում նաեւ այդ ռազմական ուժի միջոցով, բայց Ադրբեջանի տեսքով, որ ասենք Ադրբեջանը հարձակումներ էր անում, էսկալացիաներ եւ ինչ որ հարցեր էին դնում Հայաստանի առաջ, որը Հայաստանը ստիպված ընդունում էր։ Հիմա եթե Վաշինգտոնից հետո այդ գործընթացը շարունակվում է դեպի խաղաղություն, չնայած ես մոտ չեմ այն մտքին, որ խաղաղությունը արդեն հաստատվել է, Ռուսաստանը այդ ռազմական միջոցներից զրկվում է։ Արդյոք դա նշանակում է, որ եթե Ռուսաստանը փափուկ ուժ չունի, Ռուսաստանը այլևս նույն Հայաստանի եւ ինչու ոչ միգուցե նաեւ Ադրբեջանի վրա ազդելու լծակներ փաստացի չունի։ Այո, ագամա գեշենք, եթե Մակրոնի հայտարարությունը, ոչ թե Մակրոնի հայտարարությունը իբր ուղենիշ ընդունելու համար անգամ հարցազրույցները մեկը ասա, որ Մակրոնը Հայաստանի խապեց, բադանտ պահեց եւ իրեն պատերազմներու գմղե, որովհետեւ հետո մանրաթրամի բերած է, ինքն էր պատճառը Արցախյան պատերազմին։ Հստակ է, այսինքն արեմուտքը դա շատ լավ գիտե։ Եվ արեմուտքը այդ քորքը շատ հեշտ է, բարի մագասան
Շանգայի կակատնաժողովը Պուտինին համար ինչ որ միավորներ շահելու տեղեր, բայց ամենամեծ հարվածները կմոռնանք քորքը քաշեցին Պուտինին ոտքին դագեն Կովկասի մեջ 200 տարի է Ռուսիան Կովկաս էր, այսինքն հիմա մենք այսինքն պատմական ժամանակներով ականատես կլանք, երբ որ Ռուսիա դուրս կտրվի Կովկասյան եւ շատ հեշտ ծևով նույն փափուկ ուժով դեր ամերիկան Ուկրաինա չեցինած արձակողական զենքերով դեր Կովկասի մեջ ներկայություն ունի կապալանգար ինչ որ ռազմաբազայր սեվական այսինքն այդ կետերը աչքաթող չեն կրնար նել Ռուսիա իր զինատապեցին իր խաղակարգերն, այսինքն այո, պատերազմով սպառնալու Հայաստանի այլևս շատ տեղ չունի, ինքն էլ միշտ կսենք ներխուժումի առիթ չունի, ոչ սահման գա Հայաստանի հետ, ոչ էլ այդ ռազմաբազան կրնա ուրիշ բանի վերածվել Հայաստանի իշխանապողության խնդիրներ լուծելու, այո, անորամար շատ մանևրելու տեղ չի, անորամար ես սկիզբեն ասի, որ Ռուսիա փափուկ ուժերը սպառման մեջ են եւ դեռ ավելի վիդես։ Դեսանք Ադրբեջանի հետ ինչ եղավ։ Փափուկ ուժը ուղղակի զերոյացավ Ադրբեջանի վրա, ինչպես որ հստակ էր եւ ինչպես ակնկալելի էր։ Որտեղ նախ իսլամական ֆակտորն է, գա, փափուկ ուժը ներփակելու իսլամիզմը եւ Ռուսիա միջոցով ցախողած է շատ վաղուց եւ ավելի Թուրքիան փափուկ ուժ ունի նախկին Սովետ միության իսլամական երկրներու մեջ եւ նույնինքն Չեչենիա, Դաղստան եւ այլն, քան թե ռուսական մշակույթը կամ ռուսական այսպես տեսապանությունը կամ արժեքապանությունը կամ քաղաքակրթություն գոչեցյալ։ Պարոն Գաբայան, հստակ է, որ մեր շենք դանդաղ քայլերով, բայց բավականին հստակ գնում ենք դեպի հայ-թուրքական սահմանի բացումը, համենայն դեպս այս բոլոր նախագծերը, որոնք հիշատակվել են նաև Վաշինգտոնում, նաև այդ մասին են, եթե սահմանը փակ է մնում, այդ ամենը ոչ մի իմաստ չունի եւ չի կարող ունենալ շարունակություն։ Ինչպիսի դրսևորումներ կարող է ստանալ թուրքական փափուկ ուժը արդեն Հայաստանի տարածքում եւ ամբողջ հարավային Կովկասում սահմանի բացումից հետո։ Հիմա քիչ մճապազանցյալ միտքեր կան, որ Թուրքիա կրնա ներխուժել, կրնա դնդեսապես խեղդել Հայաստան, այո, դնդեսապես մեծ ուժ է Թուրքիան, բայց մենք այստեղ առավելություններ ունենք։ Բարեփոխտաբար Հայաստանը մեր 100 տարվա հետ ասենք արդեն անկախության կազմավորման իբր երկիր պատմության ընթացքին ամենամեծ ծրբերում մեր որ միադար երկիր կազմվեցավ այստեղ, եթե Թեական ասենք 3 միլիոն մարդ կա այստեղ, եթե չեմ գիտեր, անոնց 99%-ը հայ են։ Հիմա թուրքական ներկայությունը Հայաստանի մեջ ժողովրդական իմաստով Սուրիո կամ Իրաքի կամ նույնիսկ Վրաստանի չի նման իր։ Վրաստանը ուրիշ փոքրամասնություններ ուներ, բարար թողեր ուներ։ Թուրքիա ներխուժում ժողովրդական օրեն Ես քիչ անիրատեսական կտեսնեմ, անշուշտ եթե օրենսդրական դաշտը Հայաստանը կարգավորե եւ այդ մեկը այսինքն հիմնական բաներ են պետություններու կարգավորման ընթացքին շատ մեծ հնարամտություններ պետք չի գա։ Թուրքիա տնտեսական խեղդումը Հայաստանին այսպես կամենվես գիտենք որ ապրանքան շրջանառությունը կա Հայաստան-Թուրքիա տակից այսպես Վրաստանի միջոցով Մեզի տնտեսակետները կսեն, որ Հայաստանը շահգապահով է, այսպես կամենվես Վրաստանին մոնոպոլիան չեզոքացնելով մեծ բան է, դարական 1.1 միլիարդ Հայաստանը շահ պիտի ունենա սահմանի բացում են, ապաշրջապակումը և ապրանքներու ուղղակի արևտուրը։ Սա իրողություն է, բայց ինչ պիտի փոխե փափուկ ուժը Հայաստանի մեջ, նախ մշակութայինորեն Թուրքիա շատ բարարդ, ինչպես որ հիշեցի, դեղ չունի շատ Հայաստան, շատ երկար գործընթացք է, որ Թուրքիա ողողվի, իր մշակույթը տարած է, պատկերացնենք, բզիկ օրինակ մտանք, ես չեմ ուզեր հարցերը այսպես թեթևապար ճագերդված թեթևցնել կամ բարձացնել, բայց Սուրիո մեջ, որը Թուրքիա
մեծ պարարտ ուներ իսլամական իմաստով, թուրքմենական փոքրամասնություններով, Տագավ Ինտեր Իդլեբը կամ Հալեբը Թուրքիա չի հռչակվեցան։ Այսինքն ասկերը կամ ժողովուրդները երբ որ պետություն ունին եւ իրենց սահմանները գծված են եւ իրենց սահմանադրությունը եւ օրենսդրություններ ունին, ուրիշ օրինաչափություններու մեջ են։ Այդպես ժողովրդային կամ բարձունակ խմորումներ չեն կատարվել։ Դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ Պուտինի ոտքերի տակից Կովկասյան գորգը քաշել եւ հանել են, եւ դա ի թիվս այլ հանգամանքների նաեւ բացատրվում է մեկ օբյեկտիվ հանգամանքով, դա Ուկրաինայում Ռուսաստանի ներգրավվածությամբ չափազանց մեծ աստիճանով է պայմանավորված։ Կա կարծիք, որ օրերից մի օր պարզ է, որ Ռուսաստանի հարձակումը կավարտվի Ուկրաինայում, կլինի երևի թե խաղաղություն, ավելի նախընտրելի է համենայն դեպս, եթե մենք փորձում ենք վերլուծություններ անել հրադադար, եւ այդ դրանից հետո ռուսական կարողությունները կարող են կենտրոնանալ նորից հարավային Կովկասի ուղղությամբ։ Փորձենք նաեւ մի փոքր վերլուծել այս տրամաբանությունը։ Ինքը ռուսական, ես հիմա Ռուսիո ժամանակը չէ կամ արիթը չէ, որ Ռուսիո ռազմավարական ընկալումները կամ պրիսոպայությունը վերլուծելու, բայց Ռուսիա միշտ ապրած է, սնանած է ուժի կորզաթրման քաղաքականությունն։ Եթե Ռուսիա անկախությանն իբր, եթե տեսնենք, Ռուսիա տևապար պատերազմներու մեջ է իր հողերու մեջ, այսինքն Ամերիկայի պես չէ, Եվրոպայի պես չէ։ Չեչենիա, յետք անշուշտ Աբխազիա, Օսեթիա, Ուկրաինա, Օդեսա, Կրիմիա, հիմա ինքնին Լուգանսկ, Դոնեցկ, Ադրբեջանի հետ խնդիրներ, Սուրիո մեջ ուղակի ներքաշում եւ իր այդտեղ բարդություն, իր ուժերուն եւ այլն եւ այլն։ Ռուսիա դեպի ուր գերտա մեծ մեր նույնը չէ մեր վերլուծությունը չէ, բայց այո մխրջված է մխրջված։ Ռուսիո ընդրանքները քիչ են, այսինքն պատկերացնենք հիմա խաղաղություն եղավ Ռուսիա խաղաղության մեջ շատ դալիք բան չունի, ոչ միջազգային հարաբերություններուն, ոչ ալ ինքնին մշակութային իմաստով։ Ձեր հարցումը, որ Ռուսիա ինչ կրնա անել ապակային, այդ էր հիմնականը, մեկ հատ հիշեցուցեք, ինչ ուզեցիք ակնարկել, այսինքն ինչ միտք կար այդտեղ։ Ես ուզում եմ հասկանալ, արդյոք, եթե Ուկրաինայում պատերազմը այս կամ այն պայմաններում ավարտվի, Ռուսաստանի հնարավորությունները հարավային Կովկասի ուղղությամբ կաճեն, թե ոչ դրանից հետո, հարցը սա է։ Հարավային Կովկասի կապելով դժվար է ասել կաճին կամ ոչ, բայց հազիվ ավարտվի, ես ուզեցի այդպես շեշտել, Ռուսիա չուն բերագը խաղաղության մեջ կենսունակություն եւ հարատև կայունության պայմաններու մեջ զարգացումը ստեղծելու։ ԵԱՏՄ-ն փորձ մներ միան մեր միջոցով Ռուսիո պատժամիջոցներն վերջին 4 տարին խուսափելու։ Նույնպես ուրիշ մշակութային կամ տնտեսական ծրագիրներ Ռուսիա չունի, հստակ է։ Բայց եթե ավարտվի մեծ արևմուտք եւ Ռուսիա վերապաժանում եւ Չինաստան այսինքն միջազգային հարաբերություններու այսպես ասած աննախադեպ եւ շատ մեծ հուժկու բաժանում գլա աշխարհի, որը անշուշտ որ Ռուսիո Ռուսիո միակողմանի այլևս խաղ չմնար, ինչքան որ համագարկված գլա Ամերիկայի եւ Եվրոպայի միջոցով ընդհանուր միջազգային հարաբերություններու քալիք, եթե ասենք 20 տարվա կամ թեական կամ հարաբերական 50 տարվա գործընթացը կամ խմորումը։ Պարոն Գաբոյան, իսկ ինչ դերակատարում եք տեսնում Եվրոպայի մասով կապված այն գործընթացների, որոնց սկիզբը դրվել է Վաշինգտոնով, հարավային Կովկասում։ Եվրոպան այս հարցում, Բրյուսելը մասնավորապես Եվրամիությունը, միգուցե Ֆրանսիան որպես առանձին դերակատար, ինչպեսի դեր են խաղում։ Եվրոպան բոլորս ալ գիտենք, ինքը, այսինքն շղթայված ռազմական իմաստով կառույց է, այսինքն իր ցերքերը կապված են, երբ որ որևէ պետություն ռազմական ուժ չունի բանեցնելու եւ
հնարավորություն ունի այդ մեկին իր բարած քաղաքականությունն ալ այսպես կոչված թերի կդառնա Եվրոպան այլևս ուրիշ մագարտակի քաղաքականության մեջ չեմ ուզեր հիմա տեսապանական թաշ մտնել իր արժեքապանության մեջ Եվրոպա չի գրնա ռազմական ուժի վերածվել մինչև չկայքավի վերջնական եւ եթե կայքավի ավելի վտանգավոր է թե Ռուսիա թե Ամերիկայի իմաստով Գերմանիայի պես այսպես ննչող բամ կազամ գարտնա Եվրոպան բարձ է որ Պապուկ ուժի ամենամեծ կետրոնն է իմ աշխարհի եւ այդպես էր վերջ Սովետ միության կայքայում վերջ Եվրոպան իր թերագադարությունը ունի օրենսդրական եւ անշուշտ տնտեսական ադիչի մորնակ եթե խաղաղություն հաստատվի ինչ որ մեծ գետակ ոչ թե Ուկրաինա ճակատով անշուշտ Ուկրաինա ճակատն էլ կարեւոր է մեր համար բայց եթե խաղաղություն հաստատվի մեր եւ Ադրբեջանի միջև Եվրոպայի թերագադարությունը բնականաբար կմեծնա եւ այստեղ մեր շահերը մեր քաղաց արդյունքները բտուղները ավելի են քան թե Ադրբեջանին մի քանի անգամանքներ է մեկնած առանց չափազանցելու քրիստոնեական քաղաքական անգամանքը այդ մեկը բտուղներն այսինքն բաժարները մեկն է այդ բտուղները քաղելու երկրորդը որ Եվրոպա շահագրգռված է այս շրջանով եւ Եվրոպայի ծրագիրներու կորցատրման ամեն ավելի ծանրագշիր տեղը Հայաստանը եւ Վրաստանը կհամարվին քան թե Ադրբեջանը եւ անշուշտ մեր շատ չնչինչենք շատ ավելի փոքր հարաբերակցությամբ մեր ունեցած լոբինգը Եվրոպա մեր համայնքները մանավանդ Ֆրանսիայի մեջ եւ եվրոպական տարբեր երկրներում մեջ անոնքալ հարաբերությունները մեկն են Շատ շնորհակալ եմ ձեզ պարոն Գաբոյան Խնդրեմ Մեզ տեսակապով էր միացել միջազգային հարաբերությունների փորձագետ հրապարակախոս Տիգրան Գաբոյանը